Ամեն 3 կտոր ուտելիքից մեկը, որ մենք ուտում ենք, գոյություն ունի շնորհիվ մեկ փոքրիկ արարածի՝ մեղվի։ Այս պատմությունը ոչ թե մեղուների մասին է, այլ մեր գոյության հիմքի։ Մեղուները մահանում են, եւ այս ճգնաժամի հետևանքները գնահատվում են միլիարդավոր դոլարներով, սպառնալով մեր պարենային անվտանգությանը։ Իրավիճակն այնքան կրիտիկական է, որ Ամերիկայում կառավարվող մեղվաընտանիքների տարեկան միջին կորուստը հասնում է տագնապալի 40%-ի։ Մեղուների գլխավոր թշնամին վարոատիզմն է, որը թուլացնում է մեղուներին եւ տարածում մահացու վիրուսներ։ Բայց մեր վայրի մեղուները բախվում են նաև մեկ այլ սպառնալիքի՝ բնակավայրի կորստի։ Երբ մենք բազմազան մարգագետինները փոխարինում ենք միամշակություններով կամ բետոնով, մենք ոչնչացնում ենք մեղուների սնունդը եւ բնադրման վայրերը։ Կլիմայի փոփոխությունը ել ավելի է սրում իրավիճակը։ Ջերմաստիճանի բարձրացումը ստիպում է բույսերին ավելի շուտ ծաղկել, քան մեղուները կհասցնեն դուրս գալ ձմեռային քնից։ Այս ժամանակավոր անհամապատասխանելիությունը հանգեցնում է փոշոտիչների սովի եւ խախտում է բույսերի վերարտադրողական ցիկլը։ Ֆինանսական հետևանքները ցնցող են։ Փոշոտիչներից կախված պարենի տարեկան գլոբալ արժեքը կազմում է 235-ից 577 միլիարդ դոլար։ Մեղուների դեֆիցիտը 3 անգամ բարձրացնում է փոշոտման արժեքը, ինչը ճնշում է գործադրող ֆերմերների վրա եւ ստիպում նրանց հրաժարվել այգիներից։ Վայրի մեղուների կորուստը նշանակում է կորուստ այն բույսերի, որոնք կրիտիկական նշանակություն ունեն էկոհամակարգային ծառայությունների համար։ Այս բույսերի արմատները կապում են հողը, կանխում էրոզիան եւ կարգավորում ջրի հոսքը, նվազեցնելով ջրհեղեղների ռիսկը։ Մի խոսքով, եթե մենք կորցնում ենք փոշոտիչներին, մենք կորցնում ենք նաեւ մեր հողի առողջությունը եւ լանդշաֆտի կայունությունը։ Չնայած այս ամենին, մարդկությունը դեռևս ի զորու է կանխել այս աղետը։ Եթե ամեն մեկս մեր այգում տնկենք տեղական բույսեր, աջակցենք այն քաղաքականությանը, որն ուղղված է բնակավայրի պաշտպանությանը, ինչպես նաեւ գնենք ապրանքներ այն ֆերմերներից, ովքեր հոգ են տանում մեղուների մասին։ Փոշոտիչները անփոխարինելի են կենսաբանական, սոցիալական եւ տնտեսական տեսանկյունից։ Պաշտպանելով մեղուներին մենք պաշտպանում ենք ոչ միայն մեր սնունդը, այլև մեր մոլորակի հիմքը։ Ծեղմիր լայք, որպեսզի այս կարևոր ինֆորմացիան հնարավորինս տարածվի։ Ինչպես նաև բաժանորդագրվիր իմեջերին, եթե դա դեռ չես արել։ Մեկնաբանություններում գրիր քո կարծիքը այս գլոբալ խնդրի մասին։ Դե ինձ հետ Արգոմ Ռոբերտին էր։ Կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում։